Կենտրոնական բանկի տվյալներով տրանսպերտների նվազումը կիսամյակային տվյալներով հունվար-հունիս ամիսներին կազմում է շուրջ 36%։ Արդյոք դա նշանակում է, որ կավելանա երկրի պետական պարտքը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային այն կազմակերպություններին, որոնք գումար են տալիս Հայաստանին։ Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։ Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանական զինուժը հայ իշխապահների ուղղությամբ օգոստոսի 4-ին եւ լույս 5-ի գիշերը կիրառել է ականանետեր։ Հայաստանի Իսկանդեր-M չի ստանա Ռուսաստանից, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոչենկոն։ 3 կեսօրից սկսած ճանապարհային ոստիկանությունը Գյումրիում կենտրոնական փողոցներում ուժեղացված հսկողություն է իրականացրել, կիրառել տուգանքներ, թե ինչ գործողություններ էին եւ ում հանձնարարությամբ վարորդներին չեն պարզաբանել։ Մեքենան չեն վերադարձնում արդեն 4 ժամ։ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի կասկածելի կապերի եւ բիզնեսի զարգացմանն է անդրադարձել Der Spiegel-ը։ Նիժնի Նովգորոդում բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել էին 6 երեխաների եւ նրանց հղի մոր մասնատված մարմինները։ Նրանց սպանելու մեջ կասկածվող տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն օրերս հրապարակել է հունիս ամսին բանկային համակարգով փոխանցված գումարների մասին տվյալներ, որոնցից պարզ է դառնում, որ Հայաստան ուղարկվող տրանսպերտների ծավալները դարձյալ շարունակում են նվազել։ Կենտրոնական բանկի տվյալներով տրանսպերտների նվազումը կիսամյակային տվյալներով հունվար-հունիս ամիսներին կազմում է շուրջ 36%։ Տրանսպերտների ծավալների կրճատման միտումը կպահպանվի արդյոք եւ ինչ ազդեցություն կթողնի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Այս թեմայով Գալան զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։ Նրա խոսքերով վտանգն այն է, որ այս միտումը շարունակվում է։ Տրանսֆերտների ծավալների կրճատումը բավականին լուրջ հարված է, որովհետև տարբեր հաշվարկներով տրանսֆերտների տարեկան ծավալը 2-ից 2.5 միլիարդ դոլարից ավելին է, իսկ նման թվերը Հայաստանի կարգի պետության համար ֆանտաստիկ թվեր են։ Դրանք այն փողերն են, որ վերադարձնել պետք չէ, իսկ եթե այդ հնարավորությունը չունենայինք, նշանակում է պետք է վարկեր վերցնեինք եւս 2.5 միլիարդ դոլարի չափով։ Իսկ սա նշանակում է, որ 5 միլիարդ պետական պարտքի պարագայում տրանսֆերտների դադարեցման դեպքում այդ պարտքը 2 տարում կկրկնապատկվի։ Ճգնաժամի խորությունը կարող է վերակենդանացման հատկություն ունենալ, ասում է տնտեսագետը եւ հավելում, որ տրանսպերտների ծավալների նվազումը նշանակում է գնալ դեպի կործանում։ Մեռնել կարելի է շատ երկար, հատկապես որ տարբեր ձևերով կարելի է մահվան process-ը երկարացնել։ Ինձ որպես կանոն թվաբանական մասը չի հետաքրքրում։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան կձգվի մահվան process-ը, ինձ անհանգստացնում է այն, որ Հայաստանը գնում է դրան։ Մտահոգիչն այն է, որ այս 25 տարվա ընթացքում Հայաստանը հնարավոր չեղավ ճգնաժամից դուրս բերել։ Ճգնաժամերից հանողը այն է ազգային էլիտան մեզ մոտ բացարձակապես չի ձևավորվել, իսկ նրանք, ովքեր իրենց էլիտա են համարում, այնքան հեռու են էլիտայից, եւ պետության շրջանակում չի ձևավորվում իրական էլիտան։ Այս սա է մեր մահապատժի պատճառը։ Իսկ Հայաստանի պարտքը շարունակում է աճել։ Միջազգային դոնոր կազմակերպություններին այսօր վարչապետի շնորհակալությունն է հայտնել կառավարությանն աջակցելու համար։ Կառավարությունում այսօր տեղի ունեցել քննարկում Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ, որին մասնակցել են դոնոր կազմակերպությունների, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի Երևանյան գրասենյակների, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ, բարեգործական հիմնադրամի եւ պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները։ Ներդրումներն այս անգամ արվում են բաց երկնքի քաղաքականության իրականացման ուղղությամբ։ Կառավարության նիստի ժամանակ քննարկվել են դրան վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կառավարության եւ դոնոր կառույցների կողմից ավիացիոն ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկումից հետո կողմերն անդրադարձել են հետագա համատեղ քայլերին։ Այս առումով մասնավորապես երկու ստեկ կարևորվել է բաց երկնքի քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների ծրագրի
ծրագրի եւ ժամանակացույցի մշակումը, հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով համակարգված գործողությունների իրականացումը, զբոսաշրջության ռազմավարության մշակումը եւ այլն։ Հովիկ Աբրահամյանը կարևորել է դոնոր համայնքի հետագա օժանդակությունը բարեփոխումների շարունակական իրականացման, միջազգային փորձագետների ներգրավման եւ մարդկային ռեսուրսների վերապատրաստման գործում։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձր են գնահատել զբոսաշրջության խթանման, ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ արվող քայլերը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել գործադիրին բարեփոխումների տարբեր բաղադրիչների իրականացման գործընթացում։ Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր դրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Օգոստոսի 4-ին եւ լույսի 5-ի գիշերը բացի խոշոր դրամաչափի հրաձգային զենքերից ադրբեջանական զինուժը հայ թիշքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց 45 արկ եւ 82 մմ-անոց 24 արկ ականանետեր։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց։ Հրադադարի պահպանման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել։ Ինչպես հայտնի է, Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից $200 միլիոն վարկ է տրամադրվելու Հայաստանին։ Այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում ընդունեց ձայների մեծամասնությամբ։ Եղան տեղեկություններ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ընթանում են բանակցություններ Իսկանդեր-M տեսակի հրթիռային համակարգեր ձեռք բերելու շուրջ։ Այս մասին ռուսական 10 լրատվական գործակալությանն ասել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի աղբյուրը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք տեղեկանալ, շարունակվում են արդյոք այդ բանակցությունները եւ Հայաստանը կարող է առաջիկայում ձեռք բերել Իսկանդեր-M տեսակի հրթիռային համակարգեր։ Արծրուն Հովհաննիսյանը սակայն նշեց, որ դա գաղտնի տեղեկություն է, որը չի կարող հրապարակել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Գալան զրուցել է նաեւ ռուսաստանցի ռազմական փորձագետ ազգային պաշտպանություն հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոչչենկոյի հետ։ Հարցին թե Հայաստանը կարող է ակնկալել, որ Ռուսաստանը կվաճառի Իսկանդեր-M տեսակի հրթիռային համակարգեր, Կորոչչենկոն նշեց. Այդ հարցին պաշտոնապես պետք է պատասխանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, թե Իսկանդեր կտրամադրվի Հայաստանին, բայց ես թերահավատորեն եմ վերաբերվում։ Դժվար թե Ռուսաստանը Իսկանդեր վաճառի Հայաստանին, բացի այդ Իսկանդեր-M-ը բավականին թանկ զինատեսակ է։ Կոնկրետ ինչ չեմ կարող ասել, դա կախված է բանակցություններից եւ նաեւ կոմերցիոն գաղտնիք է պարունակում այդ տեղեկատվությունը, բայց իմ կարծիքով Հայաստանը Իսկանդեր-M չի ստանա։ Վերջինս գտնում է, որ եթե Հայաստանը երբևէ կարողանա ձեռք բերել այդ զինատեսակը, դա տարածաշրջանում կարող է պատերազմի վերսկսման վտանգ առաջացնել, ապակայունացնել իրավիճակը։ Ռազմական փորձագետը հավելում է, որ այդ առումով Ռուսաստանը կփորձի պահպանել ռազմական հավասարակշռությունը երկու երկրներում եւ չի վաճառի Իսկանդեր-M։ Այդ զենքը Ղարաբաղյան սառեցված հակամարտության պարագայում կունենա ապակայունացնող բնույթ տարածաշրջանում։ Պատերազմը որևէ մեկին պետք չէ, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Այդ իսկ պատճառով երկու երկրների պարագայում պետք է պահպանվի ռազմական հավասարակշռությունը։ Այդպիսի հրթիռների հայտ գալը Հայաստանում եւ դրա բացակայությունը Ադրբեջանում հակամարտությունում պրովոկացիոն բնույթ կունենա, իսկ դա որևէ մեկին պետք չէ։ Երեկ կեսօրից սկսած Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը Գյումրիում կենտրոնական փողոցներում ուժեղացված հսկողություններ իրականացնում։ Ավելի ուշ երեկոյան ժամը 20:30-ից սկսած գալանահազանգեր ստացավ Գյումրու բնակիչներից այն մասին, որ քաղաքի տարբեր հատվածներում մայրաքաղաքից ժամանած ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են եւ առանց արձանագրություն կազմելու մեքենաները տեղափոխում Գյումրու ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ։ Գյումրու կենտրոնում այդ միջոցառումները շարունակվում էին մինչև ուշ երեկո։ Մեքենաներ կանգնեցնող ճանապարհային ոստիկանները սակայն չէին մեկնաբանում, թե ինչ գործողություններ են իրականացվում, ում հանձնարարությամբ եւ ինչ պատճառով։ Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ մի քանի տասնյակ մեքենա էին տեղափոխել։ Այնտեղ սպասող վարորդները մեծ հետ զրույցում դժգոհեցին, որ ճանապարհային ոստիկանները առանց արձանագրություն կազմելու մեքենաները տեղափոխել են տուգանային հրապարակ եւ ժամեր շարունակ սպասեցնել են տալիս իրենց չբացատրելով, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ նպատակ ունեն ստուգումները։ Չգիտեմ, կայնած է, մեր ուժանվեք սպասեմ, որ տեսնիմ ինչի է բերել։
Չեն հիմնավորել, առանց հիմնավորման ոնց են բերել։ Ես չգիտեմ։ Շգաք ներս։ Դոկումենտները զանգ մեքենաս չեն բերել, չգիտեմ, 2 ժամից ավել է կայնած են ստել։ Ստուգել են մեքենաները, որ բերել են, ինչ են ասում։ Ոչ մի բան ապսել։ Ոչ մի բան չեն։ Ինչի հետ է կապված, չեն ասել։ Ոչ մի բան։ Սես բալիկները դու ես տվել են մեքենան, բալիկները տվել են, մարդիկ բերել են, պաժալուստը դոկումենտները ավտոմոբիլ չեն բերել, չգիտեմ, 2 ժամից ավել է ստեղ կայնած են։ Երեխեն էլ հետս անձրևի տակ։ Խախտում չեմ երը, տանից դուս եմ եկել, վարպետին տարել եմ, ուզեցել եմ տունի չցնեմ, բայտակ պերավես մոդս չի եղել։ Հիմա գնաց է պերավես բերել եմ, կուզեմ ավտոս վերցնեմ, մարդ չկար, պաստորին վերցնեմ այստեղ, ով որ բերնե բերել։ Ես հույր եմ եկել, ես վաբշե հույր եմ եկել, բայց չիրեմ ինչ են բերենց իստեղ, կնամ բացադրել ինչ են բերենց իստեղ։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Լևոն Մարտիրոսյանը մեզ պատմեց հետևյալը։ Ինձ առանց արձանագրության բերման են ենթարկել պետավտոտեսություն, իմ մոտ չի եղել վարորդական, վագայական եւ ավտոմեքենայի տեխպասպորտ։ Հիմա ես ընդունում եմ, որ իմ մոտ չի եղել, ես պատրաստ եմ վճարել տուգանքը, հետ ստանալ, բայց իմ մեքենան չեմ վերադարձնում արդեն 4 ժամ։ Ես գնալու եմ գիշերը Ռուսաստանի Դաշնություն մեքենայով, չեմ քնում։ Հիմա ես չեմ հասկանում, սա իրավական որ հիմունքներով է կատարվում այս ամենը, ընդ որում արձանագրություն ոչ մի բան գոյություն չունի։ Ես ընդունում եմ, ես կվճարեմ իմ տուգանքը, որ իմ չի եղել իմ մոտ վարորդական իրավունք, ես ընդունում եմ, ես սխալվել եմ, ես հասկացա, բայց ինչ իրավունքով ավտոմեքենան չեն տալիս արդեն 4 ժամ, ես սա չեմ հասկանում։ Տարածքում սպասող վարորդների մեծ մասը նշում էին, թե իրենց մեքենաները տուգանային հրապարակ տեղափոխվել են անօրինական կերպով, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չեն տվել, իսկ համապատասխան փաստաթղթերը եղել են իրենց ձեռքին։ Իսկ նրանք, ովքեր ընդունում էին, որ խախտում արձանագրվել է, նշում էին, թե արձանագրություն տեղում չի կազմվել, այլ մեքենան անմիջապես տեղափոխվել է տուգանային հրապարակ։ Բացի այդ, վարորդները նշում էին նաև, որ մեքենա կանգնեցնելիս ոստիկանները չեն ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, որոշում, թե ինչ միջոցառումներ են իրականացվում, ում հանձնարարականով եւ այլն։ Այս ամենը վարորդների կարծիքով լարված իրավիճակ էր ստեղծել քաղաքում, անհանգստություն բնակչության շրջանում, քանի որ ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ շրջում են քաղաքում եւ առանց որևէ խախտում արձանագրելու կանգնեցնում են մեքենաներն ու տուգանային հրապարակ տեղափոխում։ Ճանապարհային ոստիկանության տեղի պատասխանատուները որևէ բացատրություն չներկայացրեցին։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գործողություններ են իրականացվում Գյումրիում, ինչ նպատակ ունեն դրանք։ Աշոտ Ահարոնյանը ասաց, թե քաղաքում խստացված միջոցառումներ են իրականացվում։ Ստուգվում է, թե արդյոք վարորդներն ալկոհոլի ազդեցության տակ չեն, ունեն վարորդական իրավունք եւ այլն։ Նշեց նաեւ, թե անհանգստանալու առիթ չկա։ Այնինչ տարածքում հավաքված վարորդները մեզ փոխանցեցին, որ տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների վարորդների մեծ մասի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, սահմանվել են տուգանքներ, ինչն իրենք անօրինական են համարում եւ պատրաստվում են բողոք հաշկել դատարանում։ Շատ ուկրաինացիներ մինչ օրս չեն մոռացել մեկ տարի առաջ նախագահական աթոռը զբաղեցրած Պետրո Պորոշենկոյի նախընտրական կարգախոսը ապրել նորովի։ Պորոշենկոն խոստանում էր վերջ տալ երկրում արմատներ ցկած պրակտիկային, երբ մեծահարուստ գործարարները քաղաքական ազդեցություն էին գնում, որպիսի դրա միջոցով ավելի մեծ փողեր կուտակեն, գրում է Der Spiegel-ի հրապարակախոս Բենյամին Պիդերը։ Այդ ապա օլիգարխիզացիան երկրի օլիգարխ նախագահի խոսքերով պետք է առնչվեր բոլորին։ Մինչ այժմ նախագահն իրականում սահմանափակել է որոշ միլիարդատերերի հավակնությունները, այդ թվում Ուկրաինայի երբեմնի ամենահարուստ մարդու Ռինատ Ախմետովի եւ մագնատ Իգոր Կոլոմոյսկու, սակայն նոր կանոնները, ինչպես երևաց, ոչ բոլորի համար են գործում։ Չնայած Պորոշենկոյի նախընտրական խոստումներին կար ժամանակահատվածում սեփական ընկերությունները վաճառելու դա տեղի չունեցավ։ Այժմ նախագահն ասում է, որ ծանր տնտեսական իրավիճակի պատճառով գնորդներ չի կարողանում ճարել, եւ այսպես Ռոշեն Հրուշակեղենի կոնցեռնը դեռևս պատկանում է Պորոշենկոյին եւ անգամ նոր մասնաճյուղեր են բացվում։ Անկախ լուրջ տնտեսական ճգնաժամից զարմանալիորեն լավ են ընթանում նաև Պորոշենկոյին պատկանող բանկի գործերը։ 2014 թվականին բանկի եկամուտն աճել է 84.5%-ով։ Պորոշենկոյի բիզնես կայսրությունների շահերի շրջանակն ընդլայնվում է նաև էներգետիկ բնագավառում։ Իշխանությունները նոր ծրագրեր ունեն այդ ոլորտի արդիականացման ուղղությամբ։ Շահավետ պետպատվերի տենդերային մրցույթում հաղթել է նախագահի երկար տարիների բիզնես գործընկերոջ կազմակերպությունը, իսկ էլեկտրակայանի
կայանների խոշորագույն ցանցի մասնավորեցման գործընթացը խոչընդոտում է էներգետիկայի նախարարը, ով ևս գործարար կապեր ունի Պորոշենկոյի հետ։ Բացի այդ, նախագահը չի ցանկանում հրաժարվել նաև իր 5-րդ ալիք հեռուստակայանից, ինչը դժգոհությունների տեղիք է տվել անգամ սեփական խմբակցությունում։ Մասնավորապես Պետրո Պորոշենկոյի դաշինքից պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն զուգահեռներ է տարել Պորոշենկոյի եւ Իտալիայի նախկին վարչապետ մեդիա մագնատ Սիլվիո Բերլուսկոնիի միջև։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, ըստ նրա Մինսկի հետ հակամարտությունը աղետալի կլինի Մոսկվայի համար։ Բելարուսը մնացել է Ռուսաստանի միակ պատշաճ եւ ազնիվ դաշնակիցը, ասել է նա։ Լուկաշենկոն նշել է նաեւ, որ ռուսական աշխարհի համախմբման գաղափարը կորցրել է ակտուալությունը եւ հանվել է Մոսկվայի օրակարգից։ Դա քարոզչական անհեթեթություն է, ասել է նա։ Նշենք, որ Մինսկը ավելի հակված է սլավոնական, քան ռուսական աշխարհին, դրանում տեսնելով իր անկախությունը եւ պետականության կառուցման հնարավորությունը։ Բելարուսը սերտ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի հետ, նաեւ փորձում է զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Իր հղի կնոջը, մորը եւ 6 մանկահասակ երեխաների սպանության մեջ կասկածվող Օլեգ Բելովը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կովրովի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Գիշերը նրան վիրահատել են, վիճակը կայուն է։ Բերման ենթարկելու ժամանակ Բելովը դիմադրություն է ցույց տվել ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին։ Վիրավորվել է որովայնից եւ տեղափոխվել հիվանդանոց։ 3 Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել էին 6 երեխաների եւ նրանց հղիմոր մասնատված մարմինները։ Հաղորդվում է, որ օգոստոսի 4-ի առավոտյան կասկածյալի կինը Յուլիա Բելովան դուրս է վազել եւ օգնության կանչել հարևաններին, գոռալով, որ ամուսինը սպանում է երեխաներին։ Ավելի ուշ սպանված են գտել նաեւ Օլեգ Բելովի մորը։ Նշվում է, որ կասկածյալը 7-րդ օրվա քրիստոնյա ադվենտիստների եկեղեցի կրոնական կազմակերպության անդամ է, գրանցված է հոգեբուժարանում։